2021 թվականի գրեթե բոլոր ցույցերին ընդդիմության ես մասնակցել եմ, բայց ոչ իմ ցանկությամբ։ Բա Վերադասի։ ասենք որ ասեք չեմ գնում ցույցի, ինչ պետք է լիներ։ Խնդիրներ կլիներ։ Հովանավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ Քահանա Ասատրյանի սեպտեմբերի 16-ին արված այս հայտարարությունը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունն ուղարկել է քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն, դրանում նշված հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով, ինչի մասին Art-News-ի հարցմանն ի պատասխան հայտնել են դատախազությունից։ Տեր Արամը չնայած ուղիղ չէր նշելու հրահանգով, բայց նրա վերադասը Գարագին Բ-ի քրոջ որդին է, Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը, ով ըստ էության Տեր Արամի հոգևոր ծառայության համար խնդիրներ է ստեղծել եւ սպառնացել կարգալույծ անել այն բանից հետո, երբ 2021 թվականին վարչապետի տիկին Աննա Հակոբյանից զանգ է ստացել տնօրինեք կազմակերպելու նպատակով։ Եւ այս ամենը ավելի զարգացավ 2024 թվականին, երբ որ ինձ համար իսկապես անակնկալ կերպով վարչապետի տիկին Աննա Հակոբյանը այցելեց 42 կանանց հետ Հովանավանք եւ ինձ խնդրեց, որ վանքի պատմությունը ներկայացնեմ։ Իհարկե գիտեք, եթե այլ կերպ ասելու լինեմ, մենք վանքի պահակն ենք։ Եվ մենք վանքում պետք է ընդունենք բոլորին։ Եկեղեցին բոլորի տունն է։ Եկեղեցին Աստծո տունն է։ Եվ ես հավատացած եմ, որ այս աշխարհի վրա չպիտի լինի մեկը, որ որևէ մեկ այլ մարդու արգելի եկեղեցի մտնել։ Իդեպ, Տեր Արամը նաև պնդել էր, որ մի քանի օր առաջ իր տան դիմաց երիտասարդներ են հավաքված եղել այն ժամին, երբ ինքը վերադառնալիս է եղել տուն։ Եվ այդ մարդիկ ինձ էին սպասում, հավանաբար վնասելու համար, բայց նաև վախացրել էին կնոջս։ Ով? Այդ մարդիկ, այո։ Եվ սա տեղի է ունենում Քահանայի այն գրառումներից հետո, որտեղ նա նշել էր, որ հոգևոր իշխանությունը չի կարող քաղաքական, կուսակցական, ֆինանսական կամ այլ խմբերի սպասարկող լինել։ Եկեղեցու առաջնորդները կոչված են ծառայելու ոչ թե սեփական շահերին, այլ Աստծո կամքին եւ ժողովրդի հոգևոր բարիքին։ Տեր Արամը գրել էր, որ ցավոք եկեղեցական բարձրագույն իշխանության մեջ ավելի ցայտուն տեսանելի են անսեր ու աններող ոգին։ Չնայած Քահանայի աղմկահարույց եւ փաստարկված հայտարարություններին Մայրաթորից որևէ բովանդակային արձագանք չկա։ Փոխարենը ըստ մամուլի հրապարակումների Գարեգին Բ-ի հրահանգով նրան ենթակա մի շարք հոգևորականներ սպառնալիքների եւ անեծքների նոր հարձակում են սկսել Տեր Արամի դեմ, ինչն արդեն իսկ տեսանելի է եկեղեցու որոշ սպասավորների Facebook-ում եւ այլ սոցհարթակներում արված գրառումներից, որոնցում Տեր Արամին դատապետում են ու փարիսեցիության մեջ մեղադրում միայն նրա համար, որ վերջինս հանդգնել է եկեղեցու խնդիրները բարձրաձայնել հանրայինի եթերում, իսկ Բագրատ Գալստանյանի եւ Միքայել Աջապահյանի պարագայում չի եղել որևէ դատապարտող հայտարարություն, թեպետ տարիներ շարունակ վերջիններս ընդդիմադիր լրատվամիջոցների եթերում հեղաշրջման կոչեր էին անում կամ նախապատրաստում ահաբեկչություն։